Լրատվական ռադիոյի եթերում թարմուղեղով հաղորդաշարն է, բարև ձեզ հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում Գարեգին Խումարյանն է եւ իմ հյուրն է այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Փաշինյան, մի հարց եմ ձեզ ուզում տալ, որը ինձ շատ վաղուց է հետաքրքրում, որ չխաբեմ երևի վերջին տարի ու կես երկուսը անընդհատ այդ մտքիս մեջ պտտվում է։ Վստահ եմ նկատած կլինեք, մեր երկրում երբ ինչ-որ նոր բան է առաջանում, լինի քաղաքական ուժ, լինի ինչ-որ հետաքրքիր բիզնես, լինի ինչ-որ հասարակական քաղաքական նախաձեռնություն, 1, 2, 3-րդ օրը որևէ մի տեղից, սկսում է պտտվել այն միտքը, որ սա պրոյեկտ է։ Այսինքն ինչ-որ փոխկապակցվածություն ունի գործող իշխանությունների հետ եւ այլն եւ այլն։ Ինչ մեղքես թաքցնեմ, ձեր ուժի մասին էլ նման ասեկոսե կա։ Հիմա ես ինձ համար որպես քաղաքական պրոդուկտի սպառող ու ռադիոլսողների համար մի բանաձև եմ ուզում դուրս բերել։ Այ դուք որպես քաղաքականության մեջ, մամուլի մեջ փորձված մարդ, ձեր աչքով կա ինչ-որ բանաձև, ինչ-որ ալգորիթմ, որով մենք հասարակ մահկանացուներս կարող ենք այդ նոր երևույթին նայել ու միանշանակ մեզ համար որոշել, այսա այնուամենայնիվ պրոյեկտ է թե չէ։ Կա տեն սանդղակ, որով դա չափվում է։ Իհարկե կա։ Փաստերը։ Ինչի մասին են խոսում փաստերը։ Նախ ես ուզում եմ վերադառնալ խոսակցության առաջին մասին, որ ասում եք մեր երկրում միշտ այսպիսի խոսակցություններ կան, դա մարդկանց տառապանքը փորձ ունի։ Ի վերջո առնվազն 98 թվականից Հայաստանում մշտապես գործել է, այսպես ասած, կեղծ ընդդիմության ինստիտուտը։ Եվ դա ունեցել է շատ կոնկրետ պատճառներ։ Ռոբերտ Քոչյանը, երբ որ եկել է իշխանության Հայաստանում, նա որևէ քաղաքական հնարան չի ունեցել եւ իշխանությունը լեգիտիմություն չի ունեցել եւ իշխանության լեգիտիմության պակասը լրացնելու համար կամ ոչ թե պակաս, այլ իշխանության լեգիտիմությունից բխող սպառնալիքները չեզոքացնելու համար դաշտում դրվել են կեղծ ընդդիմադիրներ, որոնք դեպի իրենց են քաշել հասարակական կարծիքը եւ հասարակական ակնկալիքներ ընդդիմադիր, բայց ի սկզբանե իմանալով, որ դա անում են իշխանության նկատմամբ արկա վտանգը չեզոքացնելու համար։ Այսինքն այն ինչ որ դուք հիմա ասում եք, ես եթե դուք նայեք իմ լրագրողական գործունեությունը 98 թվականից եւ դրանից էլ առաջ, այդ խնդրի մասին ես բազմիցս գրել եմ, դա վերլուծել եմ, այսինքն ինձ ինչ որ առումով այդ ոլորտում կարող եք փորձագետ համարել։ Հիմա ինչպես տարբերել։ Փաստերով։ Ուղղակի պետք է շատ ուշադիր հետևել, թե ինչ են անում այս կամ այն քաղաքական գործիչը կամ ուժը, ինչ է ասել, ինչ է անում եւ ինչ է պատրաստվում անել։ Իրականում եթե մենք նայենք փաստերով, որևէ հարց եւ պատասխան չի լինի։ Հիմա օրինակ շատ զարմանալի պատգամավորական գործունեությանը հետևեք քվեարկություններին, հետևեք ելույթներին, հետևեք ելույթների ենթատեքստերին։ Այդ հարցերը իրականում ծագում են այն բանի պատճառով, որ շատ մարդիկ ուղղակի ժամանակակից կյանքի բերումով եւ օբյեկտիվորեն ժամանակ չունեն հետևել ամեն ինչին, նրանք հետևում են հասցեական եւ կա նաեւ մեկ ուրիշ խնդիր, որ նաեւ իշխանությունը ինքը բնականաբար հասկանալով, որ կեղծ ընդդիմությունը իր համար կենսական կարևորություն ունեցող ռեսուրս է, ինքը նաեւ միջոցներ է ծախսում այդ դաշտը պղտորելու համար։ Այսինքն իրականում իմ խորին համոզմամբ ոչ մի դժվարություն չկա, բացարձակ, եթե դուք ուզենաք իրոք անկեղծորեն ինքներդ ձեզ հետ, առանց կողմնակի ազդեցության, առանց կողմնակի, այսպես ասած, ուղղորդումների գտնեք այդ հարցի պատասխանը, դուք որևէ մեկը, որևէ խնդրեմ դրանում չի կարող ունենալ։ Հասարակական ընկալման իմաստով, պարոն Փաշինյան, իրավիճակը իրոք բավականին ծանր է, տեսեք դուք կեղծ ընդդիմությունից եք խոսում, կան մարդիկ, ովքեր պնդում են կեղծ իշխանության մասին, որ այս գոյություն ունեցող իշխանությունը ու բոլոր իշխանությունները վերջին 2 տասնամյակի ընթացքում մոտավորապես նույն տիպի ինտերֆեյս են եղել ինչ որ ուրիշ ուժերի համար, որոնք մեզ
դրսից քշել են։ Հիմա ես չեմ խոսում, մեղք չեմ ինձ վրա վերցնի պնդել, որ դա այդպես է, թե ընդդիմության, թե իշխանության մասով, բայց 21-րդ դարը, երբ բովանդակությունը մարդկանց այդքան էլ չի հետաքրքրում, շատ ավելի կարևոր է հասարակական ընկալումը։ Հիմա մի իրավիճակում, երբ մենք ունենք խիստ կասկած, հասարակության զգալի մասը, որ գոյություն ունեցող իշխանությունը արտաքին ուժերի ինտերֆեյսը, մի երկրորդ մասը համոզված է, որ այդ արտաքին ինտերֆեյս հանդիսացող իշխանության ընդդիմությունը նույնպես ինտերֆեյս է ու կեղծ է։ Հիմա խեղճ հայ մարդը, հայ քաղաքացին, որը չի ուզում գնալ մեր երկրից, որը ուզում է այստեղ ապրել, իր գլուխը պատտվում է ուղղակի։ Դուք ասացիք, որ փորձագետի մակարդակով եք տիրապետում, պատահական չի, որ ես այդ հարցը տվեցի։ Մարդու գլուխը պատտվում է։ Ես հիմա ինչ եմ փորձում պարզել։ Կա ինչ-որ մի կետ, այն մարդու գլուխը որ պատտվում է, պետք է կետի վրա նայես, չէ՞ որ չպտտվի։ Այդ կետը ո՞րն է, որ այդ իրականության զգացողությունը վերադառնա ու ոտքերի տակ սկսես հող զգալ։ Տեսեք, իրականում ամեն ինչ շատ պարզ է, շատ պարզ։ Իշխանության մասին։ Իշխանությունը Սերժ Սարգսյանի ձևավորվել է 2008 թվականի ձեզ հայտնի իրադարձությունների եւ այրան միջով։ Այդ իրադարձությունների ժամանակ արտաքին ուժերը փուլային տարբերակով շատ մեծ աջակցություն եւ ծառայություն են մատուցել Սերժ Սարգսյանին, որովհետեւ ինքն էլ իր հերթին ծառայություն է մատուցել այդ արտաքին ուժերին։ Եթե ձեզ հետաքրում է թե ինչ փաստեր ես նկատի ունեմ, ես կարող եմ այդ փաստերի մասին խոսել։ Առաջին օրինակ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, որ Սերժ Սարգսյանը հարուցեց, դա միանշանակ արված էր միջազգային արևմուտքում լեգիտիմության պակասը լրացնելու համար, ցույց տալու համար, որ ինքը մի գործիչ է, որի հետ կարելի է գործ ունենալ։ Իսկ Ռուսաստանի պարագայում ձեզ հայտնի է այն կապերը, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի հետ ունեցել է, օրինակ գույք պարտքի դիմաց տխրահարճակ գործարքը, որը կոռուպցիոն գործ է։ Քոչարյանի ժամանակ։ Այո, Քոչարյանի ժամանակ էր, բայց Սերժ Սարգսյանը այդ ժամանակ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահն էր։ Տեսեք, կան փաստեր, որոնք ինձ համար, ես վերջին 20 տարվա ընթացքում զբաղվելով լրագրությամբ, այդ փաստերը ինձ համար ուղղակի ամենօրյա աշխատանքային ինֆորմացիա են, բայց կան փաստեր, որ մարդիկ չգիտեն։ Հիմա ինչ վերաբերվում է ընդդիմությանը։ Ընդդիմության դաշտում էլ կան փաստեր։ Այդ փաստերը առաջին հերթին այդ ընդդիմությունների ծագումնաբանությունն է։ Այսինքն հիմա օրինակ, գիտեք, այսօր վերջին խորհրդարանական իրադարձություններից հետո, օրինակ ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր համարվող դաշտում, օրինակ հնչում են այսպիսի գնահատականներ, որ այ ընդդիմադիրները պետք է իրար նկատմամբ քննադատություն չդրսևորեն։ Տեսել եմ ելույթ։ Այսինքն, եթե ընդդիմադիր դաշտում կա որևէ մեկը, որ համարում է, որ օրինակ երկիր կուսակցությունը ընդդիմադիր կուսակցություն է կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմադիր կուսակցություն է, ուրեմն նաև նա ով այդպես համարում է, ինքը ինձ համար ընդդիմադիր չի։ Որովհետև ո՞նց կարող է ընդդիմադիր համարվել մի կուսակցություն, որը ասենք Սերժ Սարգսյանի երկու ընտրությունների ժամանակ մի անգամ դե յուրե, մի անգամ դե ֆակտո պաշտպանել է նրա տեխնացությունը։ 6 տարի եղել է կոալիցիայի անդամ, այսինքն եղել է Սերժ Սարգսյանի հենարանը։ Հիմա Ալկոչանում ասում եք համախմբենք պայքարենք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Այսինքն սա փաստ է թե փաստ չի։ Հիմա գիտեք, եթե կան մարդիկ Հայաստանի Հանրապետությունում, ում համար էս փաստերը տեսանելի չեն կամ բավարար չեն, գիտեք, ինչ ասեմ ես այդ մարդկանց։ Այսինքն դա իրենց խնդիրն է, բայց մյուս կողմից ես ինձ պատասխանատու եմ համարում, որպեսզի այս փաստերը ոչ թե հայտնի դառնան, այլ մարդիկ չմոռանան, որովհետև այստեղ է հարցերի լուծման բանալին։ Այստեղ է հարցերի լուծման բանալին։ Կամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այն ինչ որ արեց, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ անում է, եւ այն փաստերը, որ հայտնի են բոլոր լրատվամիջոցներին։ Իմիջայլոց ես Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի հետ կապված փաստ եմ հրապարակում, որը Հայաստանի բոլոր լրատվամիջոցներին առանց բացառության հայտնի է։ Բոլորին առանց բացառության։ Որտեւ երբ որ ես ասում եմ լրատվամիջոցներին զանգեր են հնչել, ասենք Նաիրա Զոհրաբյանի կոնկրետ ելույթի կապակցությամբ բոլոր լրատվամիջոցներին են հնչել այդ զանգերը։
Եթե չեն հնչել այդ զանգերը, լրատվամիջոցները պետքա բացատրեն, թե ինչու տեղեկատվություն չեն տվել այդ ելույթի կոնկրետ այդ բառի մասին։ Ինչով են նրանք շահագրգռված եղել, հասկանու՞մ։ Որովհետև բոլոր լրատվամիջոցները առանց բացառության ստացել են զանգ։ Մի մասը անձամբ ԲՀԿ ղեկավարից, մյուս մասը նախագահական նստավայրից։ Մեկը ինչ պատճառներով ընդառաջ են գնացել այդ խնդրանքին։ Բացառությամբ գուցե 1-2-3 դեպքի։ Բայց բոլոր լրատվամիջոցները անդադ տարածում են տեղեկատվություն իմ մասին, որ այ գիտեք, փաստեր, ես քանի անգամ մարտահրավեր եմ նետել, ով որ գիտի փաստեր։ Ես իրենց այդ կուսակցական առաջին դեպքերին, այդ քաղաքական առաջին դեմքերին դեմ առ դեմ հրավիրում են բանավեճի, որտեղ ուզում եք։ Եթե նույնիսկ դեմ առ դեմ չէ, թող իրեն գան 5-6-ով նստեն, ես մենակ նստեմ։ Ես դա հեռուստատեսությամբ եմ հայտարարել։ Եթե պետքա հիշեցնել, ես 3.5 տարի անց եմ կացրել ընդհատակում եւ բանտում, հետախուզման մեջ։ Դադարարնենք, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, արժեվում լուրերի կարճ թողարկում է, իսկ մենք տաղավար կվերադառնանք տառացիորեն 3 րոպեից։